Երբ ուշադրություն ենք դարձնում Աստվածաշնչի պատմությունների ժամանակագրությանը, ապա մենք հնուց ի վեր նկատում ենք մի բան, որ այն պահից սկսած, երբ մարդիկ սկսել են Աստծուն երկրպագել, Աստված բոլոր նրանց, ում որ հավանել է, գալիքները խոսել է, գալիքները պատմել է։ Սուրբիկն ասում է, որ Քրիստոսից առաջ բոլոր մարգարեները մարգարեացել են իր մասին, այսինքն Քրիստոսի մասին։ Բոլոր մարգարեները տեղյակ են եղել Աստծո փրկչագործական գործի մասին։ Հնում բոլոր նրանք, ովքեր Աստծուն սիրել են եւ Աստված իրենց հայտնվել է տարբեր կերպերով, խոսել տարբեր կերպերով, ասել է այդ մասին, որ ինքը կգա ժամանակ, որ կայցելի ամբողջ աշխարհին։ Եվ այդ այցելությունը, ինչպես գրված է, տեղի ունեցել Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով, որի համար գրված է Աստված մարմնով հայտնվել է։ Հիմա մարդկության ողջ պատմությունը կարծես երկու մեծ բաժնի մեջ է նկարագրված ամբողջ Աստվածաշնչում։ Հին կտակարանի եւ նոր կտակարանի։ Եվ երբ ուշադրություն ենք դարձնում այսօր մեր ժամանակներին եւ ամեն արթուն հոգեվոր մարդ պետք է իմանա իր ժամանակն էլ։ Մենք էլ պիտի տեղյակ լինենք մեր օրերի համար, մենք էլ պիտի տեղյակ լինենք ապագայի մասին։ Այս երկուսի իմացությունը մեզ կօգնի, որ առաջինի դեպքում իմանանք մեր անելիքները, երկրորդի դեպքում իմանանք Աստծո վերջնական ծրագիրը այս երկրի վրա բնակողների մասին։ Եվ որպեսզի մենք չառնենք այս երկուսի իրար հետ, մեր համար խիստ կարևոր է, որպեսզի ուշադրություն դարձնենք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին, որովհետև նա խոսեց իր ժամանակի մասին, նա խոսել է մեր ժամանակի մասին եւ նա խոսել է մեզանից հետո եղած ժամանակների մասին։ Եվ դրա համար ես ուզում եմ, որպեսզի մի հատ սկզբում Հայտնության 19-րդ գլուխը լսենք եւ հետո կանգ առնենք որոշակի այն հարցերի վրա, որոնք կվերաբերեն այսօրվա մեր ժամանակին եւ ինչու՞ չէ մոտալուտ նաեւ ապագային։ Սրանից հետո լսեցի շատ բազմության մեծ ձայնի պես մի ձայն երկնքումը, որ ասում էր. Ալելույա, փրկությունը եւ փառքը եւ պատիվը եւ զորությունը մեր Տեր Աստծուն, որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նրա դատաստանները, որովհետեւ նա այն մեծ պոռնիկին դատեց նրա պոռնկությունումը եւ իր ծառաների արյունի վրեժն առավ նրա ձեռքիցը։ Եվ երկրորդ անգամ ասեցին. Ալելույա, եւ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից, եւ 24 երեսները եւ 4 կենդանիները վայր ընկան, երկրպագեցին Աստծուն, որ աթոռի վրա նստած էր, եւ ասեցին. Ամեն։ Ալելույա։ Եվ աթոռիցը մի ձայն դուրս եկավ ասելով. Օրհնեցեք Տեր Աստծուն, ով նրա բոլոր ծառաները, եւ նրանից վախեցողները, փոքրերը եւ մեծերը։ Եվ ես լսեցի իբր մի մեծ բազմության ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր. Ալելույա, որովհետեւ ամենակալ Տեր Աստվածը թագավորեց, խնդանք եւ ուրախ լինենք եւ փառք տանք նրան, որ եկավ գարի հարսանիքը եւ նրա կինը պատրաստեց իրան։ Եվ տրվեցավ նրանց, որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի, որովհետեւ բեհեզը սուրբերի արդարությունն է։ Եվ ասեց ինձ. գրիր, երանել են գարի հարսանիքի ընթրիքին կանչվածները։ Միջև այստեղ ուշադրություն դարձնենք, թե ինչի մասին էր խոսք գնում։ Նախ մենք այստեղ տեսնում ենք, որ երկնքում շատ մեծ փրկվածների բազմություն կա,
Նրանք երգում են, նրանք փառաբանում են Աստծո գառին, Հիսուս Քրիստոսին։ Եվ այնուհետև գալիս է մի ժամանակ, որ 7-րդ խոսքում կարդում ենք. խնդանք եւ ուրախ լինենք եւ փառք տանք նրան, որ եկավ գառի հարսանիքը եւ նրա կինը պատրաստեց իրան եւ տրվեցավ նրան, որ սպիտակ, սուրբ եւ լուսափայլ բեհես հագնի։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ երկնքում պիտի խնդան եւ ուրախ լինեն, որովհետեւ գառի հարսանիքն է մոտեցել։ Գառի հարսանիքը պիտի լինի եւ իր կինը պատրաստում է իրան։ Ովքեր էին այն մեծ բազմությունը, որ երգում էին։ Ովքեր էին նրանք, որ արդեն երկնքում են։ Դրանք բոլորը այն հին կտակարանյան եւ նոր կտակարանյան կանչվածներն են, որոնք հարսի մեջ չեն։ Որովհետեւ այստեղ գրված է, որ նրանք ընդամենը պիտի ուրախանան մասնակցելով այդ հարսանիքին։ Սակայն գառի կինը ինքն իրան պատրաստում է։ Գառի կինը երկրի վրա է դեռ։ Խնդանք եւ ուրախ լինենք ասողները երկնքում են։ Սուրբեր, որ այս 2000 տարվա ընթացքում մոտավորապես ննջել են։ Եվ այդ սուրբերի մեջ կան երկու բաժիններ։ Գառի հարսանիքի մեջ ընտրված անձիկ, որոնք պիտի խնջույքին մասնակցեն, եւ գառի հարսը կազմողներ, որոնք ննջած են հիմա։ Հասկանալի է ինչ եմ ասում։ Տերը դրանց երկուսին էլ տեսնում է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ գառի հարսանիքի պահը գալիս է եւ կինը ինքն իրան պատրաստում է։ Վերևում այդ պատրաստությունը գնում է, տեսնվում է, բայց երկրի վրա էլ է պատրաստություն տեսնվում։ Վերևում այդ պատրաստությունը տեսնվում է, որովհետև շուտով գառը պետք է այդ հարսանիքին մենակ չներկայանա։ Սուրբ Գիրքը մեզ ասում է այդ մասին, որ Տեր Հիսուս երկրորդ անգամ պիտի գա։ Եվ Պողոս առաքյալն ասում է, որ ննջած սուրբերը պիտի հարություն առնեն, մենք էլ որ կենդանի ենք փոխվենք, օթերի մեջ պիտի դիմավորենք Հիսուսին։ Եվ նոր Հիսուսը օթերի մեջ հարսին դիմավորելով մտնում է երկնային այս հարսանիքին եւ բոլորը արդեն մեծ այդ երանելի վիճակի մեջ են մտնում։ Եվ հիմա ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք այս խոսքերին, որ գրված է։ Երանելի են գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները։ Պիտի ասեմ ձեզ, որ մենք չենք հրավիրված գառի հարսանիքի ընթրիքին մասնակցելու։ Մենք արդեն իսկ կանչված, ընտրված ենք գառի հարսը լինելու։ Բայց ահա երանելի են այդ անձիկ, որոնք կանչված են գառի հարսանիքի այդ ընթրիքին մասնակցելու։ Ձեզ սրանք ուզեցի, որ սկզբում տարբերենք։ Եվ հետո ներքևում այնուամենայնիվ ասվում է, թե ինչու են իսկապես ուրախանում նրանք, ովքեր են նրանք, որ ուրախանում են։ Սրանք Աստծո խոսքերն են, եւ ես ընկա նրա ոտների առաջին, որ երկրպագեմ նրան, հրեշտակի մասին է խոսքը, եւ ասեցին, զգուշ կաց, մի անիր, ես ծառայեկից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայությունը ունին, Տեր Աստծուն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է։ Մենք այստեղ տեսնում ենք, որ հրեշտակը բացահայտում է մի ճշմարտություն, որ ինքը եւ իր նման հրեշտակները ծառայում են Աստծո փրկվածներին, նրանց, ովքեր Հիսուս Քրիստոսի վկայությունը ունեն։ Հիշենք, որ ինքը Հովհաննեսը Պատմոս կղզում էր գտնվում, Տեր Հիսուս Քրիստոսի վկայության եւ Աստծո խոսքի համար։ Հետևաբար միանշանակորեն եկենք հստակեցնենք ընթրիքին կանչվածները, որտեղ այստեղ լսեցինք, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է, իսկ որ հին կտակարանում Հիսուսի հոգին է մարգարեացնել տվել մարդկանց, դրանում կասկած չկա։
Եվ որ նոր կտականում էլ մենք տեսնում ենք կա է հրամայականը, որ մենք ունենանք Հիսուս Քրիստոսի վկայությունը, դրանում էլ ենք համոզված։ Եվ այսպես, թե կանչվածները ընթրիքի եւ թե հարց լինելու մեջ գտնվողները, երկուսն էլ Հիսուս Քրիստոսից ունեն վկայություն։ Նրանք, ովքեր այս վկայությունը չեն ունենա, նրանք չեն կարող լինել ոչ այդ ընթրիքին եւ ոչ էլ հարցի մեջ կարող են լինել։ Եվ այդ վկայությունը հենց այն վկայությունն է, որ Տեր Հիսուս Քրիստոսը երկինք համբառնալուց առաջ ասեց. նստեք Երուսաղեմում, միջև վերեն զորություն առնեք, զորություն առնելուց հետո իմ վկայությունը, իմ վկաները պիտի լինեք։ Այսպիսով բավարար չէ անգամ Սուրբ Հոգով մկրտվելը, բավարար չէ անգամ լեզուներով խոսելը, այլ այն, որ դու ունես այդ մարգարեական հոգին քո մեջ, որը քեզ վկայում է Հիսուս Քրիստոսի մասին, որը քեզ եկել է առաջնորդի։ Այսպիսով, այսօր պիտի մենք ուշադրություն դարձնենք կանչվածների մի քանի տեսակների մասին եւ պիտի ճշտենք մեր անելիքն ու մեր տեղն ու դիրքը, եթե իրապես չենք ուզում վրիպել այս երանությունների մեջ գնալը։ Թող Տերը փառավորվի։ Աղոթքով գանք Տիրոջ առ։ Որպեսզի մեզ համար պարզ դառնա, թե իսկապես ինչու ենք մենք կանչվածների մեջ միշտ այս տարբերությունը տեսնում, Աստծո խոսքին անդրադառնանք եւ ընթերցենք մի քանի համարներ։ Իհարկե, ես չեմ ուզի, որ դասական, կլասիկ, այսպես ասած 50-ական վարդապետության վրա շեշտադրում անեն եւ ասեմ, գիտեք ինչ կա, հարսանիքում կան բարեկամներ, ինչպես Հովանեսն ասեց, որ հարսն ունեցողն է Փեսան, իսկ Փեսայի բարեկամը ընդամենը ուրախանում է, այո, Փեսայի բարեկամները ուրախանում են։ Եվ թե ովքեր են դրանք ավելի մանրամասնորեն դրա մեջ գնալ, ես ընդամենը կարդացի հայտնության գրքից այն փաստը, որ այո կան ընթրիքին կանչվածներ եւ կան հարս լինողներ, որոնք պատրաստում են իրենց այսօր երկրի վրա։ Եվ մենք գիտենք, որ այսօր դեռևս դա չի կատարվել։ Հարսը դեռևս չի հափշտակվել, այո։ Ուրեմն մենք ինչ եզրագծին ենք մոտեցել։ Մոտեցել ենք ոչ թե ընթրիքին կանչվելու նպատակով, այլ հարսը լինելու։ Պարզ է, չէ՞ սա։ Ուրեմն մեր շեշտադրումը հիմնականում դա է, որ մեր փափագն է լինել այդ հարս եկեղեցու մեջ, գարի կինը։ Իսկ Աստծո խոսքն ասում է, որ Քրիստոսի եկեղեցի։ Եփեսացիս թուղթն ասում է, որ Քրիստոսը այնպես սիրեց եկեղեցին, որ իր անձը տվեց։ Եվ անալոգիայով այդպես ասվում է այդ մասին, որ այրերն էլ իրենց կանանց այդպես պիտի սիրեն։ Այսինքն ինչպես, որ ինչպես Քրիստոսն իր անձը դրեց, այնպես այրերը իրենց անձերը դնեն։ Հռոմեացիս առաջի գլուխը Պողոս առաքյալը, երբ որ նամակը գրում է, այս թուղթը գրում է հռոմեացիներին, այսպես է սկսվում։ Պողոս Հիսուս Քրիստոսի կանչված առաքյալ, Աստծո ավետարանի համար որոշված, այն որ առաջուց խոստացավ իր մարգարեների ձեռովը, սուրբ գրքերում է, իր որդու համար, որ մարմնի կողմանե Դավիթի զավակիցն եղավ եւ Աստծո որդի սահմանվեցավ, զորությունով սրբության հոգու կողմանե, մեռելներից հարություն առնելուց է, մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, որով ընդունեցիք շնորհք եւ առաքելություն, հավատքի հնազանդության համար, ամեն ազգերի մեջ նրա անունի համար, որոնց միջումը դուք էլ Հիսուս Քրիստոսի կանչվածներն եք։ Առաքյալը նշում է, որ այնքան բաները, որ մարգարեները ասել էին Հիսուսի համար եւ այլն արդեն տեղի է ունեցել այդ բաժինը մարգարեության, այդ բարի լուրը ավետարանը, որը նաեւ իրեն է վստահված, ներկայացնելու, քարոզելու, շնորհք եւ առաքելություն ենք ընդունել հավատքի հնազանդության համար, ամեն ազգերի մեջ նրա անունի համար, ամեն ազգերի մեջ,
որոնց միջումը, այսինքն ով հռոմեացիներ, բոլոր ազգերի հետ միասին դուք էլ հռոմեացիներ, որոնց միջումը դուք էլ Հիսուս Քրիստոսի կանչվածներն եք։ Առաքյալը նշելով բոլոր ազգերին Աստծո հրավերի մասին, նշում է հռոմեացիներին հատուկ եւ ասում է, որոնց միջումը դուք էլ կանչվածներ եք։ Մատթեոս 22-րդ գլխի մեջ 1-ից 4-րդ խոսքերը լսենք։ 22 Մատթեոս 1-ից 4-րդ խոսքերը։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ դարձյալ խոսեց նրանց հետ առակներով ասելով. Երկնքի արքայությունը նմանեցավ մի թագավոր մարդի, որ իր որդուն հարսանիք արավ։ Եվ իր ծառաներն ուղարկեց, որ հարսանիքի կանչեն հրավիրվածներին։ Շատ պարզ այստեղ ինչ ենք տեսնում, որ ինքը արդեն իր որդին հարսը կա, բայց ընթրիքին, հարսանիքին պիտի կանչեն, որ գան հարսանիք։ Եվ նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. ասեցիք հրավիրվածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ արջառները եւ մսացուները մորթված են, եւ բոլորը պատրաստ է։ Եկեք հարսանիքը։ Իսկ նրանք անհոգ լինելով գնացին մեկն իր արտը, մյուսն իր առուտուրին։ Բայց թագավորը լսելով բարկացավ եւ իր զորքն ուղարկեց, այն սպանողներին սատակեցրեց եւ նրանց քաղաքը այրեց։ Այն ժամանակ իր ծառաներին ասեց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Արդ գնացեք դեպի ճանապարհների տեղերը եւ ում որ էլ գտնեք կանչեցեք հարսանիքը։ Եվ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները եւ ժողովեցին ամենին, ում որ գտան, չարի եւ բարի։ Եվ հարսանիքը բազմականներով լցվեցավ։ Բայց երբ որ թագավորը մտավ ու բազմականներին մտիկ անե, այնտեղ մի մարդ տեսավ հարսանիքի հանդերձ չհագած եւ նրան ասեց. ընկեր, ինչպես մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս, եւ նա պապանձվեցավ։ Այն ժամանակ թագավորն ասեց ծառաներին. դրա ոտները ձեռքերը կապեցեք, վեր առեք դրան ձեռքի խավարը գցեցեք, այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը, որովհետև շատեր են կանչված, բայց քչերը ընտրված։ Մենք այստեղ տեսնում ենք, որ հետարքիր է, երբ որ նրանք ովքեր մերժեցին, իսկ ուրիշ առակում հիշում եք ինչի համար մերժեցին։ Կին է մարել, արդ է մարել, եզ է մարել եւ այլն։ Անհոգ եղան, մերժեցին։ Բայց այստեղ նաեւ կար մեկը, որ ասեց, լավ, գնամ բրտնեմ այ մարդ։ Ինչով էր գնացել։ Իր սովորական հանդեսներով։ Շատ կոպիտ է հնչում, բայց ոնց որ մեքենայի տակի ջուղոտ փնթի մնթի, ասենա գնամ հարսանիք շուտ այնքան որ իր ասածը անեմ, մասնակցեմ, նորից գնամ իմ գործն անեմ, այ մարդ, գործ ունեմ։ Այս մարդը չի կարևորել հարսանիքի խորությունը։ Եվ նա մտածել է, որ չնեղացնի հրավիրողին։ Սրանք կրոնավորներն են։ Սրանք աշխարհի քրիստոնյա անունը կրող կրոնավորներն են, որոնք Աստծո երկյուղը չունեն։ Եվ իրենց հանդերձներով, իրենց վարդապետությունով, իրենց սրբության գաղափարով, իրենց հարանվանական մտածելակերպերով երկինք են ուզում մտնել։ Եվ աշխարհինն են, եւ իբրև թե ուզում են եկեղեցուն լինել։ Տեսեք ինչ է ասում Տերը։ Տերն ասում է, որ բայց թագավորը լսելով բարկացավ իր զորքը ուղարկեց այն սպանողներին, որ իր ծառաներին սատկեցրեց եւ նրանց քաղաքն այրեց։ Հետարքիր է, որ ինքը շատ բարկացավ, որ իր որդու հարսանիքին այս հանցիկ չեկան։ Աստված երբեք մարդուն բռնի ընտրության չի բերում։ Մարդը ինքը պետք է համոզվի աստվածային ճշմարտության մեջ, հասկանա իր կյանքի ժամանակավոր ունայնությունը եւ ապրի միայն մեկ օրվա համար։ Երբ որ այս օրը պիտի գա, երբ որ ինքը պիտի լքի այս աշխարհը։ Երկրորդ Պետրոս 3:7-ում կան, ինչպես մենք քիչ առաջ լսեցինք, նաեւ դա նշենք, Տերը վերջում ասեց. կանչվածները շատ են,
բայց ընտրվածներն ենք քիչ։ Հիմա եթե ընտրության տեսանկյունից ենք մենք նայում, եթե մենք այսօր համարում ենք, որ ջրով մկրտվելը, Սուրբ Հոգով մկրտվելը, վերջապես վերստին ծնվել ես, լավ ես արել, իսկ որ մենք համոզված ենք, որ վերստին ծնված պիտի լինես, առնված են, որ նաև այդ ընթրիքին մասնակցես, դրանում էլ կասկած չկա։ Իսկ որ մենք նայում ենք, որ խանձող որպես կրակից դուրս եկած վերջին պահից փրկվածներ էլ կան, ինչ է կարծում, այդ վերջի պահին փրկվածները կարող են հարսի մեջ լինել, չեն կարող։ Բայց նրանք, ովքեր որ ընտրված են, ուրեմն դու կանչված ես ընտիր լինելու, բայց քո ընտրված լինելը քեզանից էլ է կախված։ Հասկանալի է։ Եվ մենք Երկրորդ Պետրոս 3:17-ում կարդում ենք. Ուրեմն դուք սիրելիներ, առաջուց իմանալով, զգույշ կացեք, որ միգուցե անօրենների մոլորությունով հափշտակվելով ընկնեք ձեր հաստատությունիցը, այսինքն չընկնեք։ Այստեղ առաքյալն ասում է այդ մասին, որ թեպետ դու կանչվել ես ընտրվելու համար, դու պետք է զգույշ լինես, որ անօրենների մոլորությունով չհափշտակվես եւ չընկնես քո հաստատությունից։ Եվ մենք հիմա աստիճանաբար մոտենալու ենք մի հատ կարևոր խնդրի, որում մենք պիտի տեսնենք, թե ինչպես են կանչվածներն ու ընտրվածները իրենց հաստատությունից ընկնում։ Եվ այս հորդորական խոսքը մի նպատակ ունի, որ նախ դու որպես կանչված, հետո ընտրված, Աստծուց վկայություն ունեցած մարդ լինես, որ դու այդ մարդն ես, ընտրված ես եւ երանելի ես արդեն, կարողանաս պահպանվել եւ չլինի հանկարծ քո հաստատությունից ընկնես եւ դե ինչը կարող է այսպիսի անձանց հաստատությունից գցել, մենք դրա մասին այսօր պիտի լսենք։ Եբրայեցիս թղթի 9:15-ը այսպես ասում. Եվ սրա համար նա նոր ուխտի միջնորդ է, որ երբ որ մահը եղավ այն առաջի ուխտի ժամանակումը գործված հանցանքների քավության համար, խոստմունքն առնեն հավիտենական ժառանգության կանչվածները։ Այսպիսով մենք այստեղ լսում ենք, որ մենք կանչված ենք հավիտենության համար։ Փառք Տիրոջը սրա համար։ Ուրեմն Աստծո խոսքը մեզ ասում է, որ մենք կանչված ենք հավիտենությանը համար։ Բայց այդ հավիտենության մեջ, ինչպես լսեցինք, կան երկու կատեգորիայի կանչվածներ։ Հուդա 1:1-ում կարդում ենք. Հուդա Հիսուս Քրիստոսի ծառա եւ Հակոբի եղբայր, Աստված հորից սրբված եւ Հիսուս Քրիստոսումը պահված, կանչվածներիդ ողորմություն եւ խաղաղություն սեր շատանա ձեր վրա։ Հուդան իր թղթում ասում է, որ մենք Աստծո հոգին մեզ սրբել է, Հիսուս Քրիստոսումն ենք, պահված ենք այնտեղ, այո, արդատապարտություն չկա նրանց, որ Հիսուս Քրիստոսումն են։ Ուրեմն մենք պահված ենք Հիսուս Քրիստոսի մեջ, բայց մեր իրավունքն է Հիսուս Քրիստոսի միջից դուրս գալը։ Տերը մեզ իր մեջ է տեղափոխել։ Տիրոջ եկեղեցին ինչ է։ Իր մարմինն է։ Մենք հիմա իր մարմնի մեջ ենք, թե չէ։ Եվ գրվածն ասում է, որ Հիսուս Քրիստոսումը պահված կանչվածներիդ ողորմություն եւ խաղաղություն։ Ուրեմն եթե դու Հիսուս Քրիստոսումն ես, արդեն ընտրված ես։ Եթե դու Հիսուս Քրիստոսումն ես, ընտրված ես, քեզ մնում է պահպանվել այդ վիճակում։ Եվ դարձյալ Առաջի Կորինթացից 1:9-ում ընդհանրապես այս առաջի գլուխները, որ ես ընթերցում եմ ողջունի խոսքերի մեջ Պողոս առաքյալի, կարևոր հաստատուն ընդհանրացումներ կան մեր վիճակների համար, թե ինչ է արել Աստված մեր կյանքում մեզ համար։ 1:9-ում լսում ենք. Հավատարիմ է Աստված, որի ձեռով կանչվեցաք դեպի նրա որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Հավատարիմ է Աստված, ով Հայրը, որը մեզ կանչեց ինչի համար, որպեսզի մենք հաղորդ լինենք իր որդու հետ։ Աստված հավատարիմ է,
եւ ուզում է մեզ կանչել է եւ ասում է ահա այն որդին իր հետ հարաբերվի իր հետ շփվի մենք կանչված ենք Աստծո որդու հետ շփվելու հարաբերվելու համար եւ դարձյալ Մատթեոս գնանք 24-րդ գլուխ եւ 24-րդ խոսքը լսենք որովհետեւ սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ վեր կգենան եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կտան մինչեւ որ եթե կարելի լիներ ընտրվածներին էլ կմոլորեցնեին մենք այստեղ լսում ենք մեր օրերի մասին այս խոսքը եւ հետո լինողներին որովհետեւ արդեն իսկ նշանները երևում են այն սարսափելի ու ահավոր մոլորությունները որ երկրի վրա տեղի ունենալու որոնց մասին այսօր մի փոքր խոսելու եմ եւ շատ կարճ ու արագ ժամանակներում ողջ աշխարհի մարդկությունը ենթարկվելու է այդ մոլորությանը եւ սատանան այն մակարդակի է այդ մոլորություններն անելու ընդ որում Տերն է թույլ տալու Տերն է տալու այդ հնարավորությունը իրեն որ ինքը մոլորեցնի որ եթե կարելի լիներ ընտրվածներին էլ մոլորեցնել որը անհնար է ըստ Աստծո խոսքի Աստծո եկեղեցուն անհնար է մոլորեցնել Տեր Հիսուսն ասեց դժոխքի դռները չեն կարող հաղթել բայց եթե մենք տեսանելի դաշտում հարանվանությունների քայքայում եւ լճացում ենք տեսնում դուք համոզված եղեք որ եթե դուք այդտեղ եք ուրեմն ճիշտ տեղում չեք որովհետեւ Տիրոջ եկեղեցին հնարավոր չի նվաճվի հակառակորդի կողմից եթե կարելի լիներ ընտրվածներին էլ նա կմոլորեցներ որը անկարելի է Աստծո խոսքը երկու անկարելի բառ իրար կողքն է դնում, գիտեք։ Անկարելի է, որ մոլորություններ չգան, գայթակղություններ չգան, սուտ մարգարեներ, սուտ Քրիստոսներ չգան, անկարելի է, որ դրանք լինելու են։ Փորձելու համար։ Եվ անկարելի է, որ դրանք կարողանան իբրև թե հաղթեն եկեղեցուն։ Դա անհնար է։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ ընտրյալների բաժինը հուսալի ձեռքերի մեջ է, հուսալի տեղում է, եւ ես մի անգամից դա էլ ասեմ, որ հանկարծ չմտածենք, որ Աստված աչառություն ունի, որոշներին ընտրել է ու նրանք անբեկանելիորեն չեն շարժվելու տեղից, իսկ մյուսներն էլ դե որ պիտի շարժվեն, ուրեմն ընտրված չեն եւ այլն, չէ, նման բան չկա։ Այլ Պողոս առաքյալը այս ընտրության պատասխանատվությունը մեր վրա է դնում։ Եվ ասում է, որ չլինի, որ մեկը ձեզ իր այդ հաստատությունից ինչ անի, գցի, ինչպես լսեցին քիչ առաջ։ Ուրեմն նշանակում է, որ իմ հաստատության մեջ կենալու հիմնական պատասխանատվությունը իմ վրա է։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:9-ից որի գալը սատանայի ներգործությունիցն է ամեն զորությունով, նա պիտի գա, ամեն զորությունով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով եւ անիրավության ամեն խաբեբայություններով կորուսյալների մեջ փոխանակ նրա որ ճշմարտության սերը չընդունեցին որ ապրեն նրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկե նրանց որ հավատան ստության։ Ինչպես տեսնում եք, Աստված ինքն է մոլորության ոգին թույլ տալի, որ գա աշխարհի մեջ, որ հավատան ստության։ Ինչու՞, որ չհավատացին ճշմարտությանը։ Ուրեմն կա մեկ օր, որը համայն աշխարհին իրան է հրավիրելու։ Ասելու է հիմա բոլորդ պիտի ինձ լսեք։ Բոլորդ պիտի ինձ նայեք եւ կատարվելու է զորավոր գրված է զորավոր մոլորություն հրաշք եւ այլն պատահական չէ որ Տերն ասում էր մարդու որդին որ գա հավատ կգտնի թե չէ տեսեք ինչ ծանր ինչ չար ժամանակներում ենք ապրում եւ ինչ ահավոր է լինելու երկրագնդի վրա մարդկանց մտածողությունը եւ այսպես երբ որ մենք այս հատվածը լսում ենք, որ սատանայի գալը ինչպիսի ներգործության բա լինելու, արդյոք Սուրբ Գիրքը մեզ բացահայտում է նաև մեր օրերի համար բաներ, որ սկսել են տեղի ունենալ,
Մեր օրերում։ Կարող ենք իմանալ մեր օրերում բաներ, որ Սուրբ Գիրքը հենց մեր օրերի հակառակորդի մոլորության ոգու ներգործությունից է, որ ասում է, որ տեղի է ունենալու։ Ես հիմա դրանք կկարդամ։ Բայց մինչ այդ Պողոս առաքյալը նկարագրում է իր ծառայության ընթացքի մասին եւ ասում, որ ավետարանը քարոզում է ինքը, որովհետեւ հավատում է մեռելների հարությանը, հավիտենական կյանքին, որի համար չարչարվում է մինչև կապանքի մեջ լինել չարագործի պես, բայց Աստծո խոսքը կապված չէ, վասն որը ամեն բանի համբերում եմ ընտրվածների համար, որ նրանք էլ հասնեն այն փրկության, որ Քրիստոս Հիսուսումն է հավիտենական փառքի հետ։ Ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք, եթե համբերենք, հետն էլ կթագավորենք։ Պարզ է։ Պողոսը ում համար է համբերում, ում համար է չարչարվում, հավատացյալների համար չէ, ընտրվածների համար գրված է։ Սա շատ հետաքրքիր մի հատ գողտրիկ համար է, որ այնուամենայնիվ ճիշտ է, որ եկեղեցու համար անձը դրած է այս Պողոս առաքյալը, բայց ոնց որ թե բոլոր են կատեգորիայի մեջ գտնվող անունով հավատացյալներ, անունը կրողները, չեն, որ տեղավորվում են Պողոսի ծառայության մեջ, այլ նրանք, որոնք ընտրված են։ Ես համոզված եմ, որ Պողոսը այնքան արթուն մարդ էր, որին ես նաև այսօր կոչ եմ անում մեզ, որ նա զանազանում էր, ինչ անենք հավատացյալը, ինչ անենք անունը քրիստոնյա է։ Նա գիտեր այս անձնավորությունը ընտրված է թե չէ։ Նա ուներ այդ պարգևը հոգիների զանազանության։ Ամեն։ Եվ հիմա աշճանաբար ես ուզում եմ մոտենանք այդ խնդրին, թե իրականում այս ինչ վիճակ է, որ նկարագրված է այս մոլորությունների շրջանակում, եւ արդյոք կա մեր ժամանակի մեջ մոլորության այդ ահավոր որոշակիորեն ալիքի արկայությունը աշխարհով մեկ։ Ես ասեմ, քրիստոնյա աշխարհը հնարավոր է խորը մրափի մեջ լինի, քնի մեջ լինի։ Եվ չհասկանա, որ այսօր մենք ճիշտ ապրում ենք մարգարեությունների կատարման մի փուլում, հայտնության գրքի մի փուլում, որը արդեն կատարվում է մեր աչքերով տեսնում ենք։ Մոշադիր։ Հովել մարգարեություն։ Երկրորդ գլուխ։ Առաջի խոսքից լսենք։ Փող հնչեցրեք Սիոնումը։ Եվ ազդ աղաղակեցեք իմ սուրբ սարի վրա։ Դողան երկրի բոլոր բնակիչները, որ Տիրոջ օրը եկել է, որ մոտենա։ Խավարի և մեգի օրը, ամպի և մարախուղի օրը, ինչպես որ արշալույսը տարածվում է սարերի վրա, մի բազմաթիվ և զորավոր ազգ է գալիս, որի նմանը չէ եղել հավիտենից և նրանից հետո էլ չի լինել։ Այստեղ կոչ է արվում փող հնչեցնելու, որովհետև Տիրոջ օրը մոտեցել է, խավարի և մեգի օրը, ամպի և մարախուղի օրը, սկզբից նկարագրված է ամբողջ երկրի վրա խավարը, մեգը, մարախուղը։ Մենք գիտենք, որ սա լինելու է այն պահին, երբ որ Տերը իր հարց եկեղեցու հետ ինքը իջնելու է երկիր, եւ սա է Տիրոջ օրը, երբ աշխարհը պիտի Տիրոջ բարգությամբ դատվի։ Հասկանալի է։ Այսինքն սա մի շրջան է, երբ հափշտակությունը եղել է եւ Տիրոջ օրը մոտեցել է։ Բայց այստեղ կա մի նկարագիր, որ միջև հափշտակությունը արդեն սկսել է գործել։ Որն է դա։ Եվ այստեղ մի հատ հետաքրքիր բառ է գրված։ Տիրոջ օրը այդ մարախու խավարը որ կան, շարունակում է, ինչպես որ արշալույսը տարածվում է սարերի վրա, արևը որ ծագվում է, տեսնում եք, չէ, սարերի վրա գեղեցիկ, արևի այդպես ճառագայթներ շողքը որ տալիս է։ Եվ այդպես արագ իր լույսով, իր ճառագայթով, այսպես միանգամից ինքը գալիս է։ Բայց ներքևում նկարագրված է, թե Տիրոջ վարգությունը հատկապես ինչի վրա է բորբոքվել։ Ինչ վիճակ է լինելու երկրի վրա, մարդիկ ոնց են ապրելու, որ ինքը գալու է եւ աշխարհը դատի։ Գրված է. մի բազմություն եւ զորավոր ազգ է գալիս, որի նմանը չի եղել
հավիտենից եւ նրանից հետո էլ չի լինել։ Այդ ազգի գալը երբեք երկնքի հարցին չի վերաբերում, դա երկրի վրա է։ Ուրեմն այս ինչ ազգա, որ Ադամից սկսած մինչև Հովհաննեսի գրելը այդպիսի ազգ չի եղել։ Սա նոր մարդու տեսակ է։ Լսում եք։ Սա նոր մարդու տեսակ է, որի հեղինակը Աստված չի։ Կզարմանաք, հիմա այս ինչ մարդու տեսակ է, որի հեղինակը Աստված չի։ Միտե Սատանան ընդունակ է մարդ ստեղծել, Սատանան ընդունակ չի մարդ ստեղծել, բայց հիմա տեսեք ինչ է արել ինքը, որի նմանը չի եղել հավիտենից և նրանից հետո էլ չի լինիլ, մինչև տարիները դարեց դար, նրա առաջից կրակը պիտի ուտե, սա մարդու տեսակ է, չակերտավոր, նրա առաջից կրակն է ուտում, և նրա ետևից բոցը պիտի այրե։ Եդեմի դրախտի պես կլինի երկիրը նրա առաջին, իսկ նրա ետևից ամայի անապատի պես և մեկ ազատված անդամ չի ունենալ։ Սա մի շրջան է լինելու, որ արդեն սկսվել է, հիմա կասեմ, թե ինչ ստեղծագործություն են։ Երբ երկրի վրա լինելու է խաղաղություն, ապահովություն, մարդիկ դրախտի պես են ապրելու կարծես, հաջողել են հասել են կոմունիզմի գաղափարին։ Հիշում եք գրված է, երբ ասեն խաղաղություն և ապահովություն է, հանկարծ պիտի գա։ Եվ այդ հանկարծը որն է։ Մի երկիր, մի կենտրոն, որից կառավարվել է ամբողջ երկրագունդը, դուրս է բերելու իր միջից ստեղծագործությունների մի ինչ-որ սերունդ, որոնց նպատակը արդեն խապված այդ ժողովրդի, որոնք կրում են արդեն իրանց վրա 666-ի կնիքը, ների անունը, դրոշմը և այլն, կրում են արդեն, և հիմա եկենա 3.5 տարին ավարտվելու շրջանը ների կառավարման, և Տերը այլևս այցելում է, և Սուրբ Գիրքն ասում է, եթե Տերը չկարճեցներ, իր ընտրվածների համար է կարճացնում, չէ՞։ Ոչ մեկի չէր կարողանա փրկվել։ Ինչ շրջան է սա։ Ձիերի կերպարանք է նրանց կերպարանքը, և ձիավորների պես պիտի վազեն։ Այդ ինչ ազգ է, որ ձիու կերպարանք ունի։ Այդ ինչ զորավոր ազգ է, որի դեմից կրակ է գնում, հետևից բոց է գնում և այլն։ Այսօրվա արհեստական բանականությունը մարդուն արդեն այլևս չի ներկայանալու որպես երկաթ ու ռոբոտ։ Նա միս ու արյուն է ներկայանալու։ Դուք փողոցում չեք տարբերելու իրան արդեն։ Եվ նրանց թիվը շատանալու է։ Ինչ որ մեկ է Իլոն Մասկ որ ասում են, ասել է միլիարդից ավել կստեղծեմ դրանցից։ Սրանք իրենց ուղեղով ամբողջովին կառավարվելու են, սակայն հասնելու են նաև երկրորդ աստիճանի։ Բացի այն, որ բուտաֆորային ձևով մարդու օրգաններ են արդեն ստեղծում, բիոինժեներիան հասել է դրան, որ մարդու մարմնի մի մասից ինքը ստանում է մարդու մատ, ականջ, լյարդ, չգիտեմ ինչ էր ստանում արդեն։ Բացի այս ամենը, որ մենք գիտենք, որ նրանք հոգի չեն ունենալու իրենց մեջ, այս անձնավորությունները սրանք օգտագործվելու են ռազմի դաշտում, պատերազմի մեջ են օգտագործվելու։ Նրանք ունենալու են հիբրիդային մարդ և բանականության հետ ներդրված ծրագրով աշխատելու։ Դուք պատկերացրեք, հիմա դուք դիմում եք արհեստական բանականության, ձեզ թվում է, թե մի հոգի այնտեղից ինչ-որ համակարգիչ է ամբողջ աշխարհի ինֆորմացիան մեջը պարունակում է ու դուք այնտեղից եք ինֆորմացիա ստանում։ Հիմա դուք պատկերացրեք, որ այդպիսիները երկրի վրա շատանան և շրջեն ձեր մեջ, և դուք կարիք չունենաք այլևս որևէ համակարգչով կամ չգիտեմ մեկին բան դիմելու, ցանկացած անձի, որոնք արդեն գերմարդիկ են հռչակված, իրենք այդ բոլոր տեղեկությունները ունեն։
Հիմա նրանք կառավարվում են արդեն, իսկ որ դրան հասել էին դեռևս խորհրդային տարիներին Գագեբեն հասել էր նրան, որ մարդու ուղեղը կառավարում է։ Մարդու ուղեղը կառավարում է։ Նրանք կարողանում են ծրագիր ուղարկել մարդու ուղեղի մեջ եւ մարդը սկսում է ապրել արդեն այդ ծրագրով։ Հստակ առաջադրանք են տալիս եւ ինքը իր հետ աշխատում են երկար, ինքը իր ուղեղի միջից ինֆորմացիան մաքրում են, ուրիշ մարդ են կարծես տեղավորում իր մեջ։ Եվ նա սկսում աշխատել։ Դրանք ֆիլմերում որ կան, դրանք հենց այնպես հեքիաթներ չեն։ Դրանք բոլորը արդեն կատարվում է այսօր։ Եվ հիմա գրված է. կառքերի ձայների պես սարերի գլխին ոսվոստում են, խնդրեմ, չորքոտանի են առայժմ շինել, որը գնում է եւ կրակում է, չէ՞։ Տեսած կլնեք։ Դրանցից պատկերացրեք հազարավորներ, 100 հազարավորներ են շինելու։ Եվ հիմա մարգարեն դա տեսնում է։ Հարդուտող կրակի բոցի ձայնի պես։ Հարդուտող տեսել եք, երբ որ կրակը որ վառում է մի չոր փայտ կամ հարդ, ճճտալով է, չէ՞ գնում։ Այդ ճճտալու ձայնը ավտոմատի ձայնի հետ նույնը չի այստեղ որ նկարագրում է։ Հասկանում եք։ Ուրեմն ինչ է ասում։ Ասում է հարդ ուտող կրակի բոցի ձայնի պես։ Որ չոր փայտի կողքը որ բանի կամ ինքը ճճտում է այդպես վառվելուց, չէ՞։ Նույնն էլ կրակը ատրճանակ եւ այլն որ կրակում է։ Մի հզոր ժողովրդի պես, որ շարված է պատերազմի։ Հիմա ԱԹՍ-ներով են կրվում, ցամաքով են կրվելու այսպիսի ռոբոտներ, մարդկային ռոբոտներ ստեղծած, որոնք պետք է գնան ու ոչինչ տեսեք ինչ են անում իրենք։ Նրանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, բոլոր երեսները պիտի ետ քաշվեն գույնը, այսինքն գույները գցեն։ Զորավորների պես պիտի վազեն, պատերազմի մարդկանց պես վեր պիտի ելնեն պարսպի վրա, եւ ամեն մարդ իր ճանապարհով պիտի գնա, հստակ իրանց ծրագրաման ոնց տրված է գնում են իրենք։ Դե ինքը մարդ է տեսնում, մարգարեն մարդ է տեսնում, եւ ամեն մարդ իր ճանապարհով պիտի գնա եւ պիտի չփոխեն իրանց շավիղները եւ մեկն իր ընկերին պիտի չհրե, ամեն մեկն իր ճանապարհով պիտի գնա, որովհետեւ ինքը հստակ ծրագիր ունի։ Եվ եթե զենքի վրա ընկնեն, պիտի չվիրավորվեն։ Ոնց կարելի է զենքի վրա ընկնել ու չվիրավորվել։ Ուրեմն սա արդեն հիբրիդային մի սերունդ է լինելու։ Բիոլոգիապես արտաքնապես մարդ է համարվելու, բայց ինքը լինելու է ռոբոտ։ Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վրա պիտի ելեն, վեր պիտի ելեն տները, պատոհաներից ներս պիտի մտնեն գողի նման։ Նրանց երեսիցը երկիրը պիտի դողա, երկինքը սարսե, արեգակն ու լուսինը պիտի խավարին եւ աստղերը ետ քաշեն իրանց լույսը։ Եվ Տերը պիտի տա իր ձայնը իր զորքերի առաջին, որ շատ մեծ է նրա բանակը, որովհետև զորավոր է խոսքը կատարողը, որովհետև մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ով կարող է դիմանալ նրան։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ Տիրոջ գալու նախորդին երկրի վրա արհեստական բանականությունը ստրկացնելու է մարդուն։ Հասկանում եք։ Դուրս է գալու հսկողությունից, ոնց որ հիմա լսեցինք։ Եվ թեպետ երկիրը դրախտի պես է, բայց այդ բանականությունը որոշելու է, հակառակորդն է, չէ՞ այդ ամենը ստեղծել։ Շուռ է տալու մարդու դեմ, այս մարդն էլ, որ հիմա անմիտ իբրև թե անում է իր համար, չգիտի, որ ինքը ստեղծում է իրան կործանողի։ Եվ այս ծանր պայմաններում Աստված իր զորքով երկնքից պիտի պատերազմի, որտեղ ուրիշ ելք չի մնում։ Ոնց որ տեսնում եք, էլի Աստված սիրում է մարդուն, որը մոլորվել էր եւ այս վիճակի մեջ էր գնացել։ Եվ հակառակորդի ստեղծած այդ նոր սերունդը, որ գրված է հավիտենից առաջ չի եղել նման բան։ Մարդ են սրանք արտակնապես, բայց իրականում տիրել են մարդկանց։ Այսօր ահազանգ կա այդպիսի, թե չէ աշխարհում արդեն։ Կա այդ վտանգը, որ այսօր մտածում են եւ ասում են, որ ինչքանով են երաշխավորված այդ բոլոր հետազոտությունները, ինչքանով են երաշխավորված, որ վաղը մյուս օրը դրանք իրենց դեմ չեն դուրս գալու։ Եվ այո դա լինելու։
Եվ մենք հիմա այդ ժամանակում ենք ապրում, եւ իմ նպատակն էր, որպեսզի նաեւ ցույց տամ ձեզ, որ մինչև այս ամենը լինելը, որ արդեն տեղյակ ենք ինչ է սպասվում մոտ ժամանակներում, այնուամենայնիվ եկեք հայտնության գիրք գնանք եւ տեսնենք հարսի վիճակը, որը այսօր երկրի վրա պատրաստվում է Տիրոջը դիմավորելու։ Ո ինչ երանելի է, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է Տերը մեզ բարգության համար չորոշեց։ Մենք դա չենք տեսնելու։ Այն ինչ որ քիչ առաջ լսեցինք Հովել Մարգարեության 2-րդ գլխի այդ մարդու այդ տեսակի ստեղծագործման շրջանը չենք տեսնելու, որովհետև Տերը գրված է մեզ չի որոշել բարգության համար։ Մենք հափշտակված ենք լինելու։ Ուրեմն մենք այս ամենը տեսնելով նաև այս սրանք որպես նշաններ տեսնելով, որ Տերն ասեց այդ նշանների մասին, մենք պիտի իմանանք, որ հափշտակությունը շատ մոտ է։ Փառք Տիրոջը սրա համար։ Հայտնության գրքի 22-րդ գլխի մեջ 17-րդ խոսքը ուզում եմ որպեսզի լսենք եւ անդրադառնանք այս խնդրին։ Եվ հոգին եւ հարսն ասում են եկ, եւ լսողն ասե եկ, եւ նա որ ծարավ է թող գա, եւ նա որ կամենում է թող առնե կյանքի ջուրը ձրի։ Ուրեմն հոգին եւ հարսը ասում են եկ, եւ հոգին եւ հարսը, այսինքն եւ ես եւ Սուրբ Հոգին, մենք ասում ենք արի Տեր։ Հիմա դու ասում ես Տեր, արի։ Հոգին ասում է արի, բայց դու ասում ես արի, դու երբ կարող ես ասել արի։ Շարունակությունն ասում է. եւ լսողն ասե եկ, բայց եթե դու հոգու ասում, որ դիմում է ասում է արի, որդուն Հիսուսին ասում է արի, դու չես լսում ես Սուրբ Հոգու ձայնը, ոնց կարաս ասես արի։ Հաջորդը 21-րդ գլխի 2-րդ խոսքում կարդում ենք. Եվ ես Հովանես տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը վայր գալիս Աստվածանից, երկնքից պատրաստված, ինչպես զարդարված հարս իր մարդի համար։ Զարդարված հարս իր մարդի համար։ Վերջում ես ուզում եմ նաև հիմա մի կարևոր բան էլ հորդորական իմ խոսքի մեջ ասել, որ մինչև հափշտակությունը այնուամենայնիվ իմ ու քո համար շատ տարօրինակ, զարմանալի թվացող առաջին հայացքից մի բան էլ տեղի ունենալու, որից երբեք եկեղեցին չի խորշում, որովհետև նա որ ճշմարտապես հաղորդա Տիրոջ հետ, նա անձը ուրացած, Քրիստոսի աշակերտ դարձած, խաչն առած, հետևում է Տիրոջը, այսպիսի անձնավորությունը այն ինչ որ հիմա պիտի կարդամ, իր համար սրանք զարմանալի չպիտի լինեն։ Տեր Հիսուսը ինքն ասեց իր գալուց առաջ մի նշանի մասին էլ, բայց այս ամենից առաջ ասեց, իրեն ձեռքը ձեր վրա կգցեն եւ կսպանեն ձեզ։ Որ դուք ամեն ազգերից ատված կլինեք եւ պատահական չի գրված մի տան մեջ ինչպիսի վիճակներ կլինեն։ Չէ՞, գրված է այդ մասին։ Ինչու՞։ Որովհետև այդ տան անդամներից յուրաքանչյուրն անձեն անհատ են եւ նրանք ունեն ընտրություն ապրեն աշխարհով թե Աստծով ապրեն։ Եվ հետեւաբար նրանք ովքեր Աստծով են ուզում ապրեն, նեղություն պիտի կրեն նրանցից, ովքեր աշխարհն են մենակ ապրում, աշխարհով են ուզում ապրել։ Ամեն ազգերից ատելի պիտի լինեն եւ միաժամանակ ընտանիքներում էլ 2-ը 3-ը 2-ը եւ այլն դեպ դուրս կգան եւ ինչպես մենք նաեւ Սուրբ Գրքից լսում ենք, որ Աստծո խոսքը մեզ ասում է այդ մասին, որ Տիրոջ եկեղեցին համեմատվում է ինչի հետ, Տիրոջ եկեղեցին համեմատվում է այգու հետ։ Շատ անգամ ենք 5 տականի, չեք կարդացել։ Հիմա տեսեք ինչ հրաշալի նկարագրություն կա երկերկոցում։ 4-րդ գլուխ 12-ից 14։ Փակված այգի իմ քույր հարսը, փակված ակն է կնքված աղբյուր է, քո ոստերը նռնենների դրախտ է պատվական պտուղներով, հինաներով ու նարդոսներով, նարդոս եւ քրքում, եղեգն ու կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուրսով եւ հալվով, բոլոր գլխավոր բուրմունքներով։
Պարտեզների աղբյուր, կենթանի ջրի ջրհոր եւ Լիբանանից հոսած վտակներ։ Ուրեմն մենք սկզբից լսում ենք այդ մասին, որ այգին փակված է։ Փակված այգի է իմ քույր հարսը, ուշադիր լսեք։ Եվ այնտեղ մենք տեսնում ենք, որ եթե մտովի պատկերացնենք այս ամեն բույսերի, այս պտուղների եւ այն այդ բուրմունքը մտանք այնտեղ, իսկապես ինչ գեղեցիկ է, չէ՞, պատկերավոր նկարագրված այս այգին։ Զարթնիր ով հյուսիս եւ եկ ով հարավ, փչիր իմ պարտեզին, թող փրվին նրա բուրմունքը, թող իմ սիրական իր պարտեզը գա եւ ուտե նրա պատվական պտուղները։ Այստեղ մենք նշում ենք, տեսնում ենք, որ հրավիրվում է հյուսիսին, եկ ով զարթնիր ով հյուսիս եւ եկ ով հարավ, փչիր իմ պարտեզին, թող փրվին նրա բուրմունքը։ Տերը իր երկրորդ գալստից առաջ թույլ պիտի տա, որ եկեղեցին կրի ամենա, այդպես ասած, վերջին հալածանքը։ Եվ սա վերջին անձրևները պիտի լինի։ Ինչի համար, բուրմունքը որպեսզի իրա տարածվի։ Բայց հիմա փակված այգի է, եւ Տերը խնամք անում այդ այգու հետ, բուրմունք եւ այլն, որ ունենա ճիշտ համապատասխան ժամանակին հյուսիսից կգա այդ նեղություն։ Սա պատկերավոր է ասված, այսպիսի անալոգիա կա նաև Տիրոջ երկրորդ գալուստը Երուսաղեմի, այդպես Երուսաղեմին փրկելու համար, որովհետև մնացորդը պիտի փրկվի, պիտի նայեն նրան ում խոցեցին, եւ Արմագեդոնի պատերազմի ժամանակ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է այդ մասին, ասում է, որ Արմագեդոնում հակառակորդի ողջ բանակը մեծ պարտություն է կրելու։ Մեծ պարտություն է գրելու եւ մարգարեական խոսքն ասում է եւ հյուսիսացուն ես դեն կնետեմ նա կփչի եկեղեցին կհափշտակվի բայց Իսրայելի վրա այդ հյուսիսացին իսկապես կգա թե դա հիմա Գոգի Մագոգի այդ եւ այլն ասենք անալոգիայով ոնց որ եղել է մի ժամանակ այդպես պիտի լինի Արմագեդոնը որ ազգերը հավաքված հակառակորդը Երուսաղեմի վրա պիտի տանի, բայց այս հյուսիսացին արդեն ֆիզիկական հյուսիսացի է լինելու։ Իսկ այն ինչ որ մենք քիչ առաջ լսեցինք, սա լինելու է դարձյալ հակառակորդի նեղությունն ու հալածանքը եկեղեցուն ուղղված, որի նպատակը պիտի լինի վերջին անձրևները ավետարանչությունը բոլոր ազգերի համար, հետո կգա վերջ։ Հիմա մենք կանչվածների մասին լսեցինք, ընտրվածների մասին լսեցինք, մեր օրերի ու ժամանակների մասին էլ լսեցինք, որ մենք մոտեցել ենք մի հանգրվանի, որ այլևս մենք չենք զարմանում։ Տարածության վրա կլինի թե գետնի վրա, չարը անում է իր գործը։ Եվ մեզ այսօր մնում է մի բան։ Արդյոք մենք համապատասխան եզրակացություն ենք անում մեր համար եւ մեր հոգեվոր ընթացքի մասին խորհում ենք խորապես, որպեսզի չմոլորվենք այդ ամենից։ Իսկ ես ձեզ ասեմ, միայն ընտրյալներն են լինելու, որոնք չեն մոլորվելու։ Զորավոր այդ մոլորությունները այնքան զվարճալի ու հաճելի են լինելու աշխարհին, որ միայն ուշադիր լսեք, միայն ընտրյալներն են, որ տարբերելու են։ Սա մարդա թե ռոբոտ է։ Ասեմ ձեզ չզարմանաք, նրանք այլևս եկեղեցում են։ Նրանք կարող են հովիվներ լինել նույնիսկ։ Նրանք կարող են հրաշալի քարոզներ տալ։ Գուցե հիմա դեռևս շատ զարմանալի է իմ ասածս, բայց մոտ ժամանակներում նաև դրանք են լինելու։ Որովհետև մոլորությունները ֆոկուսներ չեն էլի, որ աշխարհում մենակ պիտի անեն։ Այդ մոլորությունները պետք է լինեն նաև եկեղեցում, որովհետև գրվածքն ասում է, երբ տեսնեք ավերածի պղծությունը, սրբության տեղում է կանգնած, սարերը փախեք։ Այսինքն մի մնացեք այդ եկեղեցիներում։ Հասկանում եք ինչ իմաստն է խոսքը։ Ուրեմն մենք չենք զարմանում, որ այսօր անօրինության ոգին գործում է շատ մարդկանց հետ եւ նրանք տրվել են այդ ոգու ազդեցության տակ, բիոլոգիապես ճիշտ որ իրենք մարդիկ են, սպասավորում են եկեղեցիներ, հրաշալի քարոզներ են տալիս, բայց նրանց շուտով կփոխարենեն հիբրիդները արդեն։
Հասկանում եք ուրեն, եւ այդ մարդը, այդ մասսան արդեն ընդունելու է, որովհետեւ այսօր եթե պատվեր տակ քարոզի, արհեստական բանականությունը 1000 հովից ավելի լավ քարոզ է տալիս պատրաստած, որ կարող են վերցնել եւ քարոզել։ Եկեք աղոթ կանենք Տիրոջը, խնդրենք, որպեսզի մեզ իր հետ ամուր կապի մեջ պահի։ Միայն ընտրյալները, ովքեր Աստծո վկայություն ունեն, նրա հետ հաղորդեն, նրանք են երաշխավորված չմոլորվել։